Ճիշտ է, սկսենք Ալիևի վերջին հերթական հայտարարություններից, սպառնալիքներ, այո, կհրաժարվենք ձեր սահմանադրությունից, մենք կվերադառնանք, ինչպես իրենք են ասում, կգանք Հայաստան, մեր արևմտյան Ադրբեջանը, նոր կխոսենք խաղաղության մասին, մինչև անգամ մեզ նացիստ լինելու մեջ է մեղադրում, ով է խոսում, էլի։ Եվ նաև սրան զուգահեռ հետաքրքիր է, չէ, եթե այսպես Ադրբեջանը բարձրաձայնում է այսպես ադրբեջանցիների գալու մասին, բայց իրավաբանների Սումգայիթի ջարդերի հետևանքով մեր հայրենակիցների վերադարձի մասին, ինչպես խոսենք, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ նաեւ երեկ էլ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանը դատեց 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին անցկացնելու է Ռուբեն Վարդանյանը խիստ ծանրագույն պայմաններում, մյուս 10 տարին նոր այսպես բանտային պայմաններում, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Երբ որ պետությունը ունի բազմաթիվ ապացույցներ հակառակորդի, կոնկրետ Ադրբեջանի հետ կապված բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, երբ որ ունի անհերքելի ցեղասպանության փաստեր կապված ձեր բարձրաձայնված Սումգայիթի եւ Կիրովաբադի ջարդերի հետ կապված, Բաքվի ջարդերի հետ կապված, երբ որ ունի անհերքելի ապացույցներ տեսագրված եւ հենց նույն ադրբեջանցիների կողմից հրապարակված, ուրեմն հանցագործություն մարդկության դեմ էլեմենտներով, երբ որ առանց որևէ դատ ու դատաստանի գնդակահարվում են հայ գերիները, երբ որ կտրում են ծերունու վիզը եւ դա հրապարակում են ցանցերում ու նման բազմաթիվ հետևանքներ, երբ որ Սաֆարովը քնած սպայը կացնը հարում եւ այս ամեն ինչի նկատմամբ ներկայացված հայցերը, միջազգային հայցերը եվրոպական դատարաններում այս գերագույն թշնամին հետ է կանչում, դե բնականաբար այդ նշանակում է, որ ինքը լիգիտիմ իրավունք է տալիս, որպեսզի Ադրբեջանը Հայաստանին համարի ագրեսոր, բոլոր պատերազմները ադրբեջանցիներն են սկսվել։ Ասում եմ դա պատասխանատու ձևով, բոլոր տեսակի գործողությունները ագրեսիվ Հայաստանի դեմ եւ Հայաստանի եւ Արցախի դեմ սկսել են ադրբեջանցիները։ Դե Անրիկ բա դա ընդհանրապես չքննարկվող հաստատուն ճշմարտություն է, սրա մասին խոսել անիմաստ է իրականում, հա, բայց միջազգային ատյաններում այսօր, քանի որ սա հրաժարվել է բոլոր տեսակի հայցերից, ինչը շատ հեշտացել է եվրոպացիներին ադրբեջանամետ քաղաքականությունը առաջ տանել, մինչև այդ էլի են ադրբեջանամետ քաղաքականություն վարում եվրոպացիները, բայց շատ զգուշավոր են դա անում, որովհետև հանցակազմը Ադրբեջանի մարդկության դեմ ահռելի էր, սոսկալի էր, ճչացող էր, հիմա այդ սա հանվել է, եվրոպացիների ձեռքը ամբողջությամբ բաց է այսօր եւ նրանք ակնհայտ ցուցաբերում են ադրբեջանամետ քաղաքականություն Հայաստանի դեմ ուղղված իր կոնկրետ քայլերով եւ այսօր բնականաբար է որ թեման կապված Սումգայիթի ջարդերի, Բաքվի ջարդերի ժամանակ ուրեմն Ադրբեջանից փախած մի կերպ ցեղասպանությունից փրկված, բայց բավական շատ մեծ քանակությամբ ուրեմն դժբախտացած եւ կոտրված ընտանիքներ, հա, որոնք մի կերպ կարացել են փրկվեն։ Այսօր բնականաբար չի բարձրացվում եւ միջազգային ատյանները իսկի չի էլ հետաքրքրում։ Բայց դուք հայցերը հետ եք վերցրել։ Դուք հայցերը հետ եք վերցրել, այսինքն դուք համաձայն չէիք նախկին իշխանությունների կողմից
ձեր սիրելի ադրբեջանցիների ներկայացված ուրեմն հայցերը, այդ հայցերը ամբողջությամբ հետ եք վերցրել եւ թողել եք միայն Ադրբեջանի հայցերը Հայաստանի դեմ։ Բնականաբար այդ հայցերի բավարարման համար դուք հնարավորություն եք տվել, որպեսզի եվրոպացիները իրենց գլխացավանքը ազատել եք, բացել եք լրիվ հնարավորությունները եւ զրկել եք որևէ տեսակի բարոյականության համար իրենց խղճի առաջ պատասխանատվություն կրելը։ Բնականաբար արդյունքն էլ սա է լինելու։ Այո, իհարկե, Ալիևը կասի մինչև չփոխեք ձեր սահմանադրությունը, մինչև մենք չվերադառնանք Արևմտյան Ադրբեջան, խաղաղություն չեք տեսնի, ու ցույց տալիս 3 մատերով, եթերի մեջ ցույց չեմ տալիս, էլի, հա, կոմբինացիա։ Խոսում է մենակ մի բանի մասին։ Սրանց շարունակական ստելու, խաբելու, որ արդեն խաղաղությունը կա, արդեն Եվ այս ամեն ինչը սրանց անխելքությունից չի գալիս, այլ կոնկրետ հանձնարարականներից է գալի, հանձնարարականներն էլ հիմնականում ունեն շատ ուղղված պատճառաբանություն, ուղղված Ռուսաստանի դեմ եւ Պարսկաստանի դեմ։ Խնդիրը կայանում է հետեւյալում։ Նայեք, մենք այսօր երբ որ խոսում ենք Ալիևի հայտարարությունների մասին եւ իր այդ համարձակության մասին, տեսեք ինքը եղան կոշտ հայտարարություններ առանձին անհատների կողմից, որոնք որևէ ազդեցություն միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների որոշումների եւ գնահատականների վրա ազդեցություն չունեցող, բայց այնուամենայնիվ ուրեմն եղել են բացատրություններ, որ գերիները, որոնք այսօր Ալիևը պահում է, սա ապօրինություն է, անօրինականություն է, որովհետեւ իրանք մարդկանց մեղադրում են ուրեմն այն հոդվածների մեջ, որտեղ որ ասենք թե վերնախավը, հա, նախագահներին, արտգործնախարարներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին մեղադրանքներ են ներկայացված, մարդկության դեմ հանցագործություններ, ուժային, ես չգիտեմ, տերորիզմի մեջ, ես չգիտեմ ինչի, այն դեպքում, երբ որ այս մարդիկ տարբեր միջազգային անցյալներում ընդունվել են եւ նրանց հետ բանակցություններ ավարվել տարբեր ուրեմն ձևաչափերի մեջ, այդ թվում է ԵՀԿ ձևաչափի մեջ։ Հետեւաբար հասկանալի է, չէ՞, որ այս ամեն ինչը ահագնացող մարդու իրավունքների եւ մարդու պաշտպանության շրջանակների մեջ գտնվող թեմա է եւ որը անմիջապես ամենացինիկ ձևով աշխարհի աչքի առաջ առանց որևէ մի բանից վախենալու եւ ընկճվելու Ադրբեջանը կիրառում է։ Այդ թվում նաեւ նայեք այնտեղ ցմահ բանտարկություններ, հա, այնտեղ Ռուբեն Վարդանյանին 20 տարի եւ այլն եւ այլն։ Հիմա ես հարց ունեմ Ալիևին, ես չգիտեմ ինչքանով է հնարավոր այս հարցը հասցնել իրան։ Միգուցե լավ բան չեմ անում, բայց բոլոր դեպքերում, երբ որ այս գերագույն թշնամիները ոչինչ չարեցին մեր հայրենակիցներին պաշտպանելու, վերադարձնելու, այդ հարցը միջազգայնացնելու, բարձրացնելու համար, երբ որ ամաչեցին հմեկում մեր ուրեմն սպորտային պարերի զույգին Արցախ երաժշտության տակ կատարման ժամանակ արտաբերել Արցախ բառը, երբ որ դրա դեմ բողոքում է Ադրբեջանը անհետեցությունա բառը բունի իմաստով, հա, եւ այս ամեն ինչի ֆոնի վրա ես ուզում եմ ձեզ հետեւյալ ասեմ Ալիև 18 թվականից մինչև Արցախի անկումը ուրեմն զորակոչը գրեթե 90%-ով գնացել է Արցախ
եւ Արցախում պաշտպանել է Արցախի շփման գիծը Ադրբեջանի հետ։ Իր որդին ծառայել է Արցախում։ Պատերազմի ժամանակ իբրտե այնտեղ մի հատ հերոս որդի է ունեցել, որի պատճառով ուրեմն իրականացվել է մի գործողություն Իրանը տեղից դուրս բերել փրկելու համար եւ հայկական զորքերը այնտեղ ոչ թե միայն տվել են մեծ քանակությամբ կենթանի ուժի զոհեր, այլ նաեւ էապես թույլատրել են ճակատը եւ դիրքային լուրջ կորուստներ ա ունեցել հայկական կողմը։ Ուրեմն այս սա հանցագործությունները Ռուբեն Վարդանյանն է արել, թե Նիկոլ Փաշինյանը։ Ինչի դու Ալիև չես պահանջում միջազգային ատյաններից քեզ արտահանձնելու միջազգային հանցագործ քո ձևաչափով, հա, միջազգային հանցագործ Նիկոլ Փաշինյանին, չէ՞ ինքը հանցագործություն է արել։ Ինքը նույնքան հանցագործ է, որքան Ղուկասյանը, ուրեմն Բակո Սահակյանը, այնտեղ Բաբայանը, արտգործնախարարի մասին է խոսքը, ոչ թե մի տականքի մասին, ուրեմն Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, այնտեղ Մանուկյանը, հա, ազգանունները, որոնք դու հա միջազգային տերորիզմ, բան, նացիզմի մեջ ես մեղադրել, նույն պակաս նացիստը էս չի, որ հետ դու ժպտերես գրկախառնված բարևներ ես անում տարբեր միջազգային ատյանով, չես պահանջում, ուրեմն իր կոնկրետ միջազգային կողմից միջազգայինորեն հետապնդումը։ Հարցը առաջացնում, ուրեմն եղբայրներ եք, հա, երևի։ Եվ ինչ որ անում եք, ձեր ձեռքի եք տված։ Ալիևը լկտիացել է, դրա իրավունքը ունի, ով որել էր իր տեղը նույն բաններ անելու։ Եթե իրան տային այդքան հնարավորություն, ինչքան տվեց այս գերագույն ճշնամին, դիտավորությամբ, կոնկրետ պայմանավորվածություններով, ամեն ինչով, ոնց որ ինքը դա այդ հնարավորությունները տվեց Ալիևին, ցանկացած մեկին, մեկ այլ երկրում, մեկ այլ այդքան հնարավորություն տային անելու են նույնը, ինչ որ անում է Ալիևը։ Մարդը իր երկրի ճիշտ ղեկավարն է։ Եվ հնարավորինս այս պահին քաղում է այն ինչ որ կարա քաղի եւ անելու է միջև վերջ։ Ու սա միջև վերջ տալու է, որովհետեւ կան խնդիրներ։ Որովհետեւ Թրամփի ճանապարհը ուղղված է կոնկրետ ոչ թե Հայաստանին ապաշրջափակելու համար, այլ կոնկրետ ուղղված է Ադրբեջանին Նախիջևանի հետ կապելու եւ հնարավորություններ ստեղծելու այդ տեղից Իրանին հարվածելու համար, որևէ տնտեսական, որևէ այլ տեսակի օգուտ Հայաստանը այդ Թրամփի ուղից չի ստանալու։ Ոչ մի տեղից Հայաստանի շրջափակումը չի բացվում, Թուրքիան ճանապարհը չի բացում, սահմանը չի բացում ու չի էլ բացելու, որովհետեւ Թուրքիան էլ ասում է, հա, հարց չկա, պատրաստ ենք ձեր հետ աշխատելու, երբ որ Ադրբեջանի հետ լեզու կգտնեք, երբ որ կապիտուլյացիա կանեք, երբ որ սաղ պահանջները կբավարարեք Ադրբեջանին, ժամանակ մենք ձեր հետ կխոսանք։ Այն ժամանակ եւ մնացած ուրիշ հարցերը կբարձրաձայնենք։ Այսօր խոսելու ինչ որ նրա մասին, որ մենք խաղաղություն ունենք, տնտեսական sense լավ sense մի հատ sense մի բան ալինելու, սա հերթական խաբեբայություն է, հերթական ստաբանություն է։ Եվ հետեւաբար Ալիևի պահվածքն էլ շատ կանխագուշակելի է եւ պարտադրված է նույնիսկ կարամ ասեմ։ Ինքը չուզենա էլ պետք է դա անի։ Չանի իրան կուտեն իր երկրում։ Այդ հարցի պատասխանը մենակ այդպես կարող եմ տալ։ Նորից գալով, հա, մոդուլային ատոմականների թեմային, տեսեք, կոնկրետ ինչ է սպառնում ես, ատոմականը եթե պատմում է, Զախարովը նեղես վերջին իր ասոցի ժամանակ հստակ զգուշացում արեց, նման թեմայով կատակ չեն անում, նախ ըստ էության մենք լրիվ դարձնենք պատմիկ ռոլիկ, այսինքն փորձարկումները մեզ վրա են իրականացվելու,
որովհետև այսպիսի գործակներ հիմնականում չեն իրականացվել եւ այո տարածաշրջանը սեյսմիկական վիճակում է եւ Շոյգուն իր վերջին հայտարարություններից մեկում հենց Ֆուկուսիմայի օրինակով է բերել։ Այս զգուշացումները, չգիտեմ, հասկանում են ի վերջես մարդիկ, թե ոչ։ Այս մարդիկ ամեն ինչ էլ հասկանում են, ամեն ինչ էլ գիտակցում են, ամեն ինչ էլ գիտեն։ Ես մի վարքյան չեմ կասկածում, որ իրանք ունեն իրանց անձնական շահը սպասարկելու ուրեմն նման բովանդակությամբ Հայաստանի նկատմամբ փաստացի Հայաստանի անվտանգության նկատմամբ ոտնձգությունները, որոնք քողարկված են բարեկամության ուրեմն դրսևորումների ներքո։ Մոդուլային ատոմային էլեկտրոկայանները սրանք ոչ թե մենակ փորձարկված չեն, փորձարկվել են, ունեցել են աղետալի հետևանքներ։ Ես գիտեմ, որ Միացյալ Նահանգներում 2 տեղ փորձարկումներ են անցել, ձախողվել են ամբողջությամբ, եւ ես գիտեմ, որ Ֆուկուսիմայի ուրեմն ատոմակայանի տեխնոլոգիաները եղել են ամերիկյան տեխնոլոգիաներ, որոնք այդ սեյսմիկ գոտի հատվածում փաստացի չեն աշխատել։ Եվ հենց հիմա ճառագայթման չափանիշը այնտեղ բավական բարձր է եւ մեկուսացված է տարածքը, այդ հիմնականում որպեսզի աղետալի հետևանքներ բնակչության նկատմամբ չլինի։ Նայեք, Հայաստանը հենց հիմա սկսած սրանց գալուց իշխանությունից, որքան ես գիտեմ, ըստ շրջանառվող լուրերի, ուրեմն ծայրահեղ մեծ քանակությամբ լցվել է տարբեր տեսակի ամերիկյան լաբորատորիաներով, որոնք զբաղվում են վիրուսոլոգիայով, վիրուսների ուրեմն բազմացնելու, ստանալու փորձարկումների եւ շատ դեպքերում նաեւ ըստ իմ կարծիքով նաեւ մեր բնակչության վրա փորձարկելու ճանապարհով։ Սա մեկ եւ երկրորդը, դե եթե Հայաստանին տանում են ոչնչացմանը, մեկ այս տարածքը ոչ մեկին պետք չի, ոչ Եվրոպային, ոչ Ամերիկային, ոչ մեկին, բա ինչի՞ ստեղ չփորձարկեն, որ, բայց որտեղ փորձարկեն, ով թույլ կտա, որ իրանց այդ մոդուլային ատոմակայանները փորձարկեն։ Բնականաբար ստեղ դա պետք է անեն։ Պահանջ են ներկայացրել մեծամորը ատոմային կայանը փակելու եւ դրա փոխարեն ուրեմն աշխատող բոլոր անվտանգային խնդիրները ապահովող ուրեմն ռուսների երաշխավորությամբ աշխատող ատոմակայանը պահանջել են փակել, որպեսզի ստեղ չփորձարկված որևէ տեսակի դրական արդյունք չունեցող ամերիկյան մոդուլային փոքր էլեկտրոկայան, ատոմային էլեկտրոկայաններ Հայաստանում տեղակայելու համար։ Ֆիզիկոսները կարդացել եմ այդ պահը, միգուցե սխալ չեմ մեկ բան անում, ճիշտ չեմ մեկնաբանում, բայց մոտավորապես միտքը այնպես է, որ ուրանի հարստացման, օգտագործման եւ շահագործման ժամանակահատվածը չի համընկնում այդ մոդուլային համակարգի կիրառմանը եւ այդտեղ առաջանում է դիզոնանս, որի հետևանքով առաջանում են տարբեր տեսակի աղետալի վթարներ։ Եվ միջավայրի աղտոտում, ճառագայթում եւ մնացած ուրիշ բան, մոտավորապես տենց են բացատրում ֆիզիկոսները։ Եվ այդ համագործակցության, այդ համատեղության, ուրեմն ձևաչափը դեռ չեն գտել։ Դե հիմա եթե երկու փորձարկում Միացյալ Նահանգներում արել են, մեկ եթե չեմ սխալվում Արիզոնայի նահանգում եւ ձախողվել է ամբողջությամբ, ինչի շարունակեն այնտեղ անեն, դա պարզ չէ որ ամերիկացիները թույլ չեն տա։ Հենական Հայաստանի նման դեբիլ երկիր կա, էլի կարելի է գնալ այդտեղ աննասուն մի հատ ղեկավար կա, որը գերագույն թշնամի է։ Մի քիչ էլ փող կտան, մի քիչ էլ ինչ որ տարբեր բաներ կխոստանան իր համար, իր շահերի համար եւ բան կանեն։ Ուրեմն այդ տեղակայված այդ բաները կտեղադրեն ստեղ եւ կշահագործեն իշա Ամերիկային եւ ի վնաս մեր բնակչությանը։ Ռուսաստանի զգուշացումներ պատահական չի։ Ռուսաստանն էլ է դրանում մտահոգված, որովհետեւ այդ արհավիրքները այնպես չի, որ Կովկասային հատվածին որևէ կերպ չի առնչվելու։
Սա առաջինը, մյուս կողմից դե Ռուսաստանի անվտանգային շահեր կան, որտեղ որ հիմա այս պահին ինքը անտեսում է հայկական շահերը, որտեղ հայերը չեն ուզում ոչ մի կերպ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների մեջ մտնեն։ Այնտեղ Սիմոնյանը գնում է խայտարակ ձևով իրան չապալախում են, լարում են, էսի ստեղից գցնում է Պուտինին, որը բանը տեղ չի դնում, բայց դրա հետ միասին, դրա հետ զուգահեռ շարունակում են կտրուկ եւ շատ ազդեցիկ հակառուսական գործողություններ։ Այս հեղկատակը ամեն ինչ անում է Հայաստանը ներքաշելու մի շատ ծայրահեղ վատ փորձանքի մեջ։ Շատ ծանր փորձանք է բերում Հայաստանի գլխին ու ափսոս որ այսօր ոչ մեկ այդ մտավախությունը, այդ զգացողությունը չունի։ Այսօր գրեթե ոչ մեկ, ոչ ընդդիմության շրջանում, ոչ դիմության շրջանում, ոչ չգիտեմ պրոիշխանական շրջան ոչ միտեղ սրա մասին չեն խոսում, չեն բարձրաձայնում, սաղի ուշադրությունը շեղում են ուրեմն հակաեկեղեցական աննախադեպ ագրեսիվ արշավով, որպեսզի ոչ մեկ սրա մասին չմտածի, բայց ես շատ մեծ փորձանք եմ զգում, որ գալու է մեր երկրի գլխին։ Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում այս հայտարարությունը արգելեցին, մեկնել արգելք դրեցին ավելի շուտ եպիսկոպոսաժողովին, մինչև ուր է պատրաստ գնալ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը այս պահին արդեն նախապատրաստում է ըստ ինձ կոնկրետ վեհապարի նաև կալանավորում է, որովհետև այն երկու Թամրազյան, մեկ էլ Ստյոպա Եսիմինչ Զիբիլյան քահանաները էլի դատի են տվել, որ պահանջել են, որ իրանց վերականգնեն այդ գործողությունների մեջ, չեղարկեն իրանց կարգալույծության, ուրեմն բովանդակությունը բնականաբար եկեղեցին այդ դատարանի որոշումը չի կատարելու եւ արդեն որպես երկրորդ նախազգուշացման ձևաչափ վեհապարին ձերբակալելու են։ Ես ուզում եմ ուղղակի տառակուսեմ, արդյոք որևէ մեկը կասկածում էր, որ քրեական գործ են հարուցելու եւ այդ եպիսկոպոսատ ժողովին խանգարելու համար խանգարելու են վեհապարին գնալ Ավստրիա։ Ես օրինակի համար մի վարքյան չէի կասկածում, այսօր ում համար է դա անակնկալ։ Բացարձակապես հասկանալի չի։ Եվ այս հարցի շուրջ ընդամենը 10 հոգի մարդ գնում է բողոքի ակցիա կատարում, այսինքն միջազգային ատյանները, միջազգային հանրությունը տեսնում է, չէ՞ որ ընդամենը 10 հոգի են դրա դեմ բողոքում, բայց ժողովուրդը ուր է։ Բայց ժողովրդին հանողներ չկային, մի հատ կոչով հանդես եկող չկար, որ ասե ժողովուրդ էսի չի կատարվում։ Վեհապարը պատարակ է կատարում, ուրեմն անծայրացի էջմինացի տարածքը լցվում է բարկանկելով վեհապար, բայց միջազգային ատյանները այդ նույն քանակությամբ մարդիկ չեն էթում, բանկարկելով որ ամբողջ աշխարհը տեսնի ու հասկանա, որ սա բռնապետական խնդիրներ է եւ կոնկրետ բռնություն է կիրառվում է բռնություն ազատությունների, դեմոկրատիայի, ժողովրդավարության դեմ, կրոնի ազատության դեմ, այս ամեն ինչը աչքերը փակ, դեմքը թեքած ոչ մի բան չտեսնող եվրոպացիների ներկայությամբ արվում։ Հա, 10 հոգի մարդ է բողոքում միջազգային տարբեր կազմակերպությունների առաջ։ 10 հոգի մարդ, ոչ ավել։ Այդ նույն ձևով այդ ժողովուրդը որ էլ եմ ասում, որ գնացել եք պատարակի, այդքան մարդ այդտեղ որ հավաքվել էր, ահագին փշակաղվել էր մարմնից, շատ զիլեր, շատ լավ էր, բայց ինչի նույն ձևով չեք գալիս, մասնակցում եւ հավաքում պահանջ ներկայացնում ուրեմն միջազգային ատյանների ուշադրությունը։ Այդ բազմությունը մի հատ գա Ամերիկայի դեսպանատան մոտ, մի հատ գա Ֆրանսիայի դեսպանատ, Բրիտանիայի դեսպանատան այդ, այս ամեն ինչի կարգավորիչները նաև ձեր բարեկամ Ֆրանսիան է։ Միանշանակ Բրիտանիան է, միանշանակ Իսրայելն է եւ կոնկրետ հրաման է տրված Թուրքիայից եւ Ադրբեջանից
Թող ոչ մեկ դրանում չկասկածի եկեղեցու վրա հարձակումը հասկանալու համար մտեք Ադրբեջանի մամուլը կարդացեք։ Հրանայք ինչ հրճվանք այդում, որ վեհապարի դեմ քրեական գործահարություն։ Մի հատ մտեք կարդացեք ժողովուրդ ախր դե չի լավ, մի ես ասում եմ, մենակում համար։ Մենակ մի ում համար, մի 5 հոգու համար ունից դիտում են։ Մի հատ մտեք ադրբեջանական դժվար բան չէ ինտերնետի դարա, այդքան անգրագետ չէ, պրոստը մի հատ մտեք Ադրբեջանի մամուլ եւ տեսեք ինչա կատարում այդ մամուլում, ստեղ վեհապարի դեմ կիրառված բռնությունների, բռնաճնշումների ու ապօրինությունների հետ կապված։ Դա ձեզ դուր է գալու, նայեք, եթե դուր է գալու, ուրեմն ադրբեջանցի եք, թուրք եք։ Ամենայն դեպս եպիսկոպոսատ ժողովը սկսել է իր աշխատանքները, անկախ որևէ, այսինքն իշխանությունները չհասան իրենց նպատակին, միանշանակ համոզված եմ, որ կա ուղղակի ոչ բացահայտ կապ, ուրեմն վեհապար եւ եպիսկոպոսատ ժողովի հետ կապված, արդեն հայտարարվել են, որ այնտեղ կատարվում են որոշումներ, մի մասը ոչ բացահայտ, որի որոշումները հետո կբերեն եւ կհաստատի վեհապարը եւ դրանք կոչվեն արդեն ի կատարման համար։ Հետեւաբար իշխանությունը դեռ եկեղեցու դեմ պայքարում, կռվում, պարտվում է, բայց սա չպետք է լինի ասենց հանգստացնող հանգամանք, որովհետեւ այս ները չի հանգստանալու։ Հաստատ չի հանգստանալու։ Այդ երկու քահանաների ուրեմն դատականացիաներին դիմելն էր, որտեղ արդեն որոշումը կայացվել, պարտադրող, որ եկեղեցին պետքա դրանց կարգալույցի բանը չեղարկի, որոշումը, որը ուղղակի ցինիկաբար ուրեմն ներխուժում է եկեղեցական մեր եկեղեցական կյանքի մեջ եւ կոնկրետ պարտադրանք է, որպեսզի իրականացվեն գործողություններ վեհապարի կողմից, կոնկրետ ստիպողական պարտադրանքներ, որ իրավունքը չունի այս պետությունը։ Սա նույնպես արվում է նրա համար, որ ի վերջո մոտ օրերս կաթողիկոսին ձերբակալեն։ Եվ սա այս ամեն ինչն էլ արվում է, եթե միջև այդ չլինի լայնածավալ պատերազմ ուղղված Հայաստանը ոնչ ընդ որում պայմանավորված պատերազմ Հայաստանը ոչնչացնելու համար, արվում է ընտրություններում ուրեմն իրանց անձնական վերարտադրման խնդիրները լուծելու համար եւ բավական լավ աշխատում են այդ ուղղությամբ, ասեմ իմանաք։ Ինչ էր ասում վերջերս Նիկոլ Փաշինյանը, եկեղեցին այսօր պետություն է, օտարերկրյա պետություն է, պետության ներսում չենք թողելու գանձերը կաթողիկոսարանի դուրս անեն, խնդրեմ ես խայտարակ մեղադրանք է էլի, ով է եկել գողությունից խոսում, այս մասով ձեր տեսակետը։ Դստեղ տեսակետ հայտնելուց კი ես չգիտեմ, կարիքը կա թե չկա, հարցը գիտեք ինչն է, հարցը նա է, որ մեղադրեցին, որ սրանք Ռուսաստանի գործակալներ են, սկզբից ասին KGB-ի գործակալներ են, դու տեսան, որ մի քիչ հակառակ էֆեկտ կարա ունենա, որովհետև KGB-ի գործակալ լինելը իրականում դա պատիվ բերող հանգամանք էր, հիմա սկսեցին, բա չէ, այ KGB-ից հետո եկած շարունակական հիմի ռուսական գործակալներ են եւ ինչ է նշանակում, բա քո եթե դա օտարերկրյա պետություն է, պետության մեջ ես մի անգամ ձեր եթերում այդ օրինակը բերել եմ, բա Վատիկանը Իտալիայում ի՞նչ է։ Վատիկանը առանձին պետություն չի, ինքը միջազգայինորեն ճանաչված պետություն է։ Ժողովուրդ Վատիկանը առանձին իր սահմանադրությունով, իր բոլոր ատրիբուտներով առանձին պետություն է։ Վատիկանը պետություն է։ Ոչ թե պետություն է պետության մեջ, այլ առանձին պետություն է։ Իր իրավապահ մարմիններով, իր սահմանադրությունով, իր օրենքներով, իրավաբանական դրույթներով եւ միջազգայինորեն ճանաչված բոլոր ուրեմն անհրաժեշտ միջազգային իրավունքի չափանիշներով։
էդի աննորմալ է, հա, այդ Եվրոպան այդ նորմալ է համարում, իսկ ստեղ այս աննախադեպ բռնությունը եկեղեցու նկատմամբ, այս աննախադեպ ցինիկ արշավը եկեղեցու նկատմամբ Եվրոպան չի տեսնում ու չի դատապարտում, բայց սրա մի հատ գլխին չապելախ մի հատ չի անում, դա ի՞նչ է նշանակում։ Այս անընդհատ պատերազմի մեջ Ռուսաստանին էս մեղադրում, գերագույն թշնամի։ Պատերազմի ժամանակ մենք ԵԱԿ-ի մեջ էինք, չէ՞, ԵԱԿ-ն էր, չէ՞, զբաղվում այդ սա հարաբերություններով։ Դու Ռուսաստանին ես մեղադրում, այդ ԵԱԿ-ի կազմի մեջ Ֆրանսիան ու Ամերիկան չկային։ Այդ ինչի իրանց չես մեղադրում, որ։ Ինչի ես մենակ Ռուսաստանին մեղադրում։ Չէ՞ որ սա որոշումները կոնսենսուսով ընդունվել է, որոշվել է, բանակցվել է, տարբեր տեսակի ուրեմն առաջարկություններ արվել, երեքի կողմից էլ դու ինչ ես մենակ Ռուսաստանին մեղադրում։ Դու որ ասում ես ԵԱԿ-ն ոչ մի բանի պետք չի ու լուծարման համար դիմում ես տալիս եւ լուծարում ես։ Դա անում ես իբր թե որովհետեւ այդտեղ Ռուսաստանն է, բա Ամերիկան ու Ֆրանսիան այդտեղ հեչ, Ֆրանսիան ձեր քո բարեկամը չէր։ Այն Մակրոնի ոտերը որ լպստում ես ինքը այդ ԵԱԿ-ի մեջ չէր։ Չէ, սա ուղղակի աննախադեպ, գիտեք ինչ, սա խայտառակություն է, մի քիչ բանականություն ունեցող ինչ որ մարդկանց, որոնք լսում են։ Միջազգային հանրության համար դա խայտառակություն չէ, սա կոնկրետ կատարված պատվեր է, որը ինքը հիանալի կատարում է։ Իրան ասում են ինքը անում է։ Բա դուք դրանից հետո չեք լսել Ռուբինյանի հայտարարությունները, Արաբատ Միրզոևի հայտարարությունները։ Բա Պապոյանին չեք լսում դուք, որ ինքը ասում է, այ եթե մեզի չընտրեք, պատերազմ է լինելու։ Այ եթե ես ես միանշանակ ասում եմ ժողովուրդ, սրանք ընտրություններում պարտվելուց չեն վախում։ Բացարձակապես չեն վախում, որովհետև Եվրոպան ասել է, որ աջակցում է սրա տեխնատությանը, եւ ես չեմ զարմանում, որ սրանք ընտրությունները պարտվեն 3 օր հետո ռազմական հեղաշրջում անեն, որտեղ ամբողջ ուժային կառույցները սրանց տրամադրության տակ են։ Ընդդիմությունը պարտավոր է սրա մասին մտածի։ Ժողովուրդը պարտավոր է, եթե լինեն ընտրություններ, ուրեմն շատ կասկածում եմ։ Եթե լինեն ընտրություններ, թե գործը հասնի ընտրություններ, ժողովուրդը պետք է գնա տեղամասեր եւ պետք է կատարի ճիշտ ընտրություն։ Ոչ մեկ չպետք է մնա տունը դիվան քշի, որովհետեւ սրանք ամեն ինչ անում են, որ հնարավորին չափ մասնակիցները ընտրություններում լինեն քիչ։ Ձևաչափը սենց է։ Հիասթափացնում են, ստեղծում են նախադեպեր, պառակտում են եւ մարդկանց հոգնածնում են, մարդիկ չեն գալիս ընտրությունների։ Այն զանգվածը, որը սրանց չի ուզում, չի գալիս ընտրությունների գալիս են նրանք սրանց զանգվածը, որոնց զանգվածը որ իրանք պետք է գան, ու իրանք կգան, չգան փող կտան, դրանից հետո էլ չտան, գլխներին կտան, կացինը կդնեն վզին, կասեն հենց չեկար, վիզիտ կդրենք արա, կամ աղջի, այդ ձևով իրանք կկրեն այս ընտրությունները, ժողովուրդ ջան, չի կարելի մնալ անտարբեր եւ անխոհեմ ձևով մոտենալ այս ընտրություններին, եթե գործը կհասնի ընտրություններին, եթե միջև այդ չհայտարարվի ռազմական դրություն, չհրահարվի նոր պատերազմ, որ պահին, որ սա զգաց, որ ընտրություններում ինքը խնդիր կարա ունենա, մենք ունենալու ենք փորձանք, դրան պատրաստ է պետք լինել։ Բայց նորից եմ կրկնում, եթե այս ամեն ինչը չեղավ, ուտա Աստված չլինի, ու ես կարծում եմ, որ այնուամենայնիվ հույս ունեմ, որ Աստված սիրում է մեր ժողովրդին, Աստված սիրում է մեր պետությունը, որտեղ քրիստոնեությունը մենք սրբորեն պահել ենք եւ այդ քրիստոնեությունը պահպանելու համար գնացել ենք մեր պատմության մեջ առհավիրքային զոհաբերությունների եւ սրա համար Աստծո պահպանությամբ միգուցե գործը կհասնի այնուամենայնիվ ընտրություններին։ Ընտրություններում
նորից եմ կրկնում, ժողովուրդ, պետք է գնալ, ինչքան շատ, այդքան լավ, այդքան քանակական տեսանկյունից դուք կճնշեք սրա կողմից քվեարկող աղանդավորներ, գոմիկներ, այլասերվածներ, կոռուպցիոներներ, պարգևավճարներից, լափամաններից զղտկվողներ ու մնացած ուրիշ բաներին։ Իրանց տներով, ցեղերով, զավակներով ու մնացած ուրիշ զիբիլներով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։